Ու այդ տարածքը 2009 թվականին հայրիկս ազգային ժողովի նախկին падգամավոր, երկու գումարումների падգամավոր Իշխան Խաչատրյանը նախաձեռնեց դրա վերակառուցումը։ Այնքան անմխիթար վիճակում գտնվող դպրոցը, որը ոչ տանիք ուներ, ոչ դռներ, ոչ պատուհաններ, դպրոցի շենքը պատերը նույնիսկ փայտից էին, սկսեց վերակառուցել։ Կառուցվեց տանիքը, պատուհանները, դռները, վերանորոգում կատարվեց, բարեկարգվեց շրջակա տարածքը, պարսպապատվեց, կանաչապատում արվեց ու լքված կրթօջախը վերածնունդ ապրեց։ Լքված կրթօջախը վերածնունդ ապրեց ու երբ սեպտեմբերի 1-ին հնչեց զանգը, ես հորս աչքերում արցունքներ տեսնելով ասաց, որ ես հիմա հասկացա, թե ինչ մեծ գործ եմ արել, որովհետև ինձ համար դպրոցն ու եկեղեցին դրանք նույն սրբավայրերն են, ու այո, մենք դաստիարակվել ենք այդ հոգեբանությամբ, այդ հայրենասիրությամբ, մեզ համար սրբավայրը թե դպրոցը, թե եկեղեցին, թե մարտական դիրքը, եթե մենք կպնում ենք եկեղեցուն, մենք կպնում ենք դպրոցին, եթե կպնում ենք դպրոցին, կպնում ենք նաև եկեղեցուն, երկուսն էլ նույն են, ուղղակի մեկ տարբերությամբ, դպրոցը կերտում է ազգը, ազգի ապագան, իսկ եկեղեցին կերտում է մեր հավատը։